Առաջ զարմացել ենք Վրաստանի սահմանում ենք եւ տասնյակ մեքենաներ Հայաստանից մտնում են Վրաստան, կնիկ են խփում, հետո հետ են գալիս, գիտեք ինչի համար են գնում, բենզին առնելու, բենզինով լիցքավորելու։ Այսքան խոսվեց, բայց թիվն է ամենախոսունը։ Այնտեղ բենզինը ռեգուլար 390 դրամ է, մեր մոտ 390 է, այնտեղ 270 դրամ։ Տարբերությունը 120 դրամ է անում։ Այսինքն 30% տարբերության մասին է խոսքը։ Եթե խոսքը լիներ 5 դրամի, 10 դրամի, 10%-ի մասին, կարելի է բացատրություն գտնել։ Կտրուկ տարբերություն կա։ Եվ մեքենաները գնում են այնտեղ լրիվ բակ լիցքավորում են 6000 դրամի, 7000 դրամի եւ շահում են մոտ 4000 դրամ, 3000 դրամ շահում։ Այս է տնտեսությունը։ Եվ մարդիկ փորձում են գտնել այնտեղ, գնալ այնտեղ, որտեղ ազատ է, անգամ ժամանակ են կորցնում, ռիսկ է եւ այլն եւ այլն։ Հանձնաժողովի զեկույցի հետ կապված։ Ուրեմն 12 թվականից մենք հետևում ենք հանձնաժողովի զեկույցներին եւ ձեզ ասեմ ինչ ենք արձանագրել, որ 12-ից սկսած հետս սկսել է նվազել քննադատությունը փաստաթղթերում, մինչև 14 թվականը եղել է ներքին շուկայի կենտրոնացվածության աստիճան տարբեր ապրանքների համար, հիմա դրանք չկա եւ եթե առաջ մանրամասներ տարբեր ընկերությունների կողմից մենաշնորհային դիրքի չարաշահման եւ շուկայում գերիշխող դիրքի տեղեկատվությունը, ապա այժմ վերլուծությունները գնալով կրում են ավելի ընդհանուր բնույթ, շրջանցելով մատնանշել առանձին ընկերությունների անուններ։ Հարց եմ տալիս, այդ դեպքում ինչի համար է հանձնաժողովը Ես բյուջեով նայեցի, ձեր մոտ աշխատողների թիվը 76 հոգի է, բյուջեն 300 միլիոն դրամ, արժե 70 հոգի մարդ պահել միտեղ, որը չի ազդում քաղաքականության վրա։ Կա, աշխատում եք, զեկույց եք գրում, հաշվետվություն եք գրում, բայց չեք ազդում։ Դուք խաղացող չեք Հայաստանի գների որոշման անձերի մեջ, չկա այդ դաշտում։ Ընդ որում չկա նաև Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը։ Այս հանձնաժողովները մենք ստեղծեցինք, որ շատ լավ պետք է աշխատեր եվրոպական, միջազգային, մեր պարտավորությունների համար, բայց արդյունքը Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովում 118 հոգի աշխատում է։ Բյուջեն 750 միլիոն դրամ։ Է լավ է, հետո բայց դուք կարող եք ասել, որ Ռոբերտ Նազարյանը կարողանում է նավթի, գազի, մնացած գների վրա քաղաքականություն իրականացնել։ Ես կասեմ, որ ոչ։ Փոքր միջին ձեռնարկության հանձնաժողովը աջակցման, փոքր միջին ձեռնարկությունների զարգացման համար աջակցող դեր ունի, դեր խաղումը ոչ։ Մեր երկրի բնութագրիչներն են կոռուպցիան, ստվերը, կախված դատարանները, որոնք չեն թողնում տնտեսությանը զարգանալ, եւ մենաշնորհները, սա չի մեր հիվանդություններ, ով չգիտի, եւ մենք կարողանում ենք դրա դեմ առնել, ոչ։ Ձեզ թվեր ներկայացնեմ, ինչպես գիտեք, միշտ սիրում եմ թվերով եւ միջազգային կառույցների փաստերով, մենաշնորհները Հայաստանում ուսումնասիրություններ են անում եւ միջազգային կառույցները եւ հայաստանյան կառույցները։ Ներկայացնում եմ ընդհանրապես նրանց եզրակացությունները։ Տնտեսության վրա մենաշնորհների բացասական ազդեցության հետևանքները։ Առաջին, ապրանքների եւ ծառայությունների գների բարձրացում։ Երկրորդ, օտարերկրյա ներդրումների համար երկրի գրավչության նվազում։ Երրորդ, կապիտալի եւ արժեթղթերի շուկայական զարգացման զսպում, փոքր եւ միջին բիզնեսի զարգացման եւ ընդլայնման սահմանափակում, ցածր մրցունակություն արտաքին շուկաներում։ Հաջորդը, ինչպես են գնահատում միջազգային կառույցները մեր երկրի մրցունակության դաշտը։ Համաշխարհային բանկ իրենց նախադասությունն է Հայաստանի տնտեսությունը հսկում է մենաշնորհների կողմից եւ այլ օլիգոպոլիստական կառույցների կողմից, որոնք խաթարում են երկրի զարգացումը։ Սրանց պարզ գնահատական։ World Economic Forum շուկաների համակենտրոնացման աստիճանով տնտեսվարող սուբյեկտների կողմից 7 միավոր գնահատվում է ամենակաշկանդվածը, մեկը ամենաազատը։ Եվ Հայաստանը ունի ընդհանրապես ներողություն 7-ը ամենակաշկանդվածն է, Հայաստանը ունի 27 միավոր գործակից եւ ուշադիր եղեք 142 երկրների մեջ զբաղեցնում է 133-րդ տեղը։ Այս է։ Այսինքն 140 երկրի մեջ մենք 133-րդ մոնոպոլացված երկիրն ենք։ Հաջորդը հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության գնահատման տեսանկյունից Հայաստանը արձանագրել է 28 գործակից, զբաղեցնելով այդ երկրների մեջ 138-րդ տեղը։ Դուք եկել եք ստե ինչ եք ներկայացնում, այս է փաստը։ Շուկաների համակենտրոնացման բնագավառում 2007-8 այդ մինչև Սերժ Սարգսյանի գալը բարձր
համակենտրոնացված եղել է մեր տնտեսության 63%-ը, հիմա 89-90%-ը։ Բարձր համակենտրոնացված են համարվում միջազգային կառույցների կողմից Հայաստանում սննդամթերքը, վառելիքը, խմիչքը, շինանյութը, ծխախոտը, տրանսպորտը, ավտոմեքենաները։ Այսինքն այստեղ ազատ մրցակցություն չկա։ Հաջորդը գնահատականը Հայաստանը ունի տնտեսական քաղաքականության համապարփակ եւ ուղղորդված փաստաթուղթ, ազատ տնտեսության մասին խոսք չկա։ Իսկ հիմա որ սոցիալիստ նախարար եք տարել էկոնոմիկայի նախարար, ես պատկերացնում եմ, թե սոցիալիստները ինչպիսի ազատ տնտեսության կոնցեպցիա կներկայացնեն մեզ։ Հաջորդը հարստության կենտրոնացման աստիճանը Հայաստանում 28.8%-ը ավելի անգամ մեծ է, քան Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մեր երկիրը բիզնեսի փողի կենտրոնացվածության առումով 30 անգամ ավելի կենտրոնացած է, քան Միացյալ Նահանգները։ 14 անգամ ավելի, քան Ռուսաստանը։ Թիվը սա չի նշանակում, որ մեր երկրում ազատ տնտեսություն, ազատ մրցակցություն գոյություն չկա, չունի, չի եղել։ Հաջորդը թվերով ներկայացնեմ այն ցուցանիշները միջազգային կառույցների, որոնք ակնհայտ ցույց են տալիս մեր մրցունակությունը, մեր գրավչությունը, մեր ազատ շուկայի հնարավորությունները։ Կոռուպցիա ինդեքսով 95-ից 99-րդ տեղն ենք 160 երկրի մեջ, բարեկեցության ինդեքսով 140 երկրի մեջ 95-րդ տեղն ենք, համախառն ներքին արդյունքը 11 միլիարդից իջել է 10.5 միլիարդի 1 տարվա ընթացքում, բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը 3600 եվրոից իջել է 3500 եվրոյի 1 տարվա մեջ։ Յուրաքանչյուրիս համախառն ներքին արդյունքի բաժինը։ Մասնավոր փոխանցումները դոլարով 1.8 միլիարդից իջել է 1.2 միլիարդի, 30%-ով պակասել է։ Իսկ միայն հունվար անցած տարի հունվարի հետ համատած 2 անգամ փող չի գալիս Հայաստան։ Ապրանքների ներմուծումը 4.4-ից իջել է 3.2, որն ասեմ, լրիվ խոսում թվեր են, մրցունակության մասն ենք խոսում, 27 բանկար աշխատում էին, ինչի բերեցիք օրենք, որի արդյունքում 5 կլինեն, 5 կմնա, և գիտեք, որ երկուսի գործընթացը արդեն ավարտվել է, տեղական կապիտալ ունեցող երկու բանկեր կլանեցին միջազգային, ամբողջապես միջազգային կապիտալ ունեցող երկու բանկերի, այսինքն շատ թե քիչ կոպեկ կար միջազգային բանկերից, որ աշխատում էին այստեղ, կլանեցին 30 բանկի փոխարեն, 22 բանկի փոխարեն արդյունքում կունենանք 5 հատ բանկ, մրցակցային դաշտ է։ Մեզ մոտ իրեք մրցակցային դաշտ կա, որտեղ ազատ է շուկան, սա և կատակ է և չարություն չասեմ, այսպես վատ բան էլի, շուկան ազատ է տաքսու համար, աշխարհում ամենաէժան տաքսին Հայաստանում է, 500 դրամ, 600 դրամ, մյուսը, որ մրցակցություն կա և ազատ է բանի, Երևանյան լճի մոտ է։ Մի հատ էլ կա, որ մրցակցությունը բերում է գների նվազեցման, գիտեք որն է, այս է, ամեն օր դուք հանդիպում եք, ամեն օր գովազդվում է, ամեն օր, դեպի Ռոստով, դեպի Մոսկվա, դեպի Տուապսե, Վլադիկավկազ, Պիցիգորսկ, Մինվոդիվ, Ստավրոպոլ, Կրապոտկին, ուր ուզեք, ամեն օր, և լսեք, ինչպիսի գովազդ, տոմսերը անվճար առաքվում են, ձեր տոմսը կբերեմ ձեր տուն, մենակար իմ ավտոբուսով, ես քեզ 15000 դրամով Մոսկվա տանեմ։ Այստեղ բաց շուկա է, իջեցրել են գները այնքան, 2 տարի առաջ 60000 դրամ էր, հետո իջավ 40000 դրամ, հիմա իջել է 15000 դրամ։ Այստեղ շուկան աշխատում է, ազատ մրցակցություն է։ Ժողովուրդ, մեր մոտ մրցակցությունը ամենևին տնտեսական խնդիր չէ։ Ես կարդում եմ Աջեմօղլու, Տարենու Աջեմօղլուն, որը համարվում է աշխարհի 10 լավագույն տնտեսագետներից մեկը, որը ասում է, ես իհարկե Հայաստանի մասնագետը չեմ, բայց կարող եմ ասել, որ խնդիրը, որը Հայաստանն ունի, աշխարհագրական չէ, մշակութային չէ, աշխարհաքաղաքական չէ, այլ միայն քաղաքական է։ Այս խնդիրը միայն քաղաքական է։ Եվ այս դահլիճում է որոշվում, ոչ թե կառավարություն կամ այնտեղ։ Եվ քաղաքական է նաև այն, որ ձեզնից շատերը կախված են հենց այդ քաղաքական մոնոպոլիայի արդյունքով, որ ձեզնից շատերը փոխնախարարների բարեկամներ են, ձեր տղաները, ձեր երեխեքը քաղաքապետեր են նշանակվում, ձեր երեխեքը բարձրագույն պաշտոններ են գրավում ամենտեղ, Հայաստանում ուրիշ մարդիկ չկան, այս դահլիճի բարեկամները, փեսաները, տղաներն ու եղբայրներն են դառնալու վարչապետեր, փոխնախարարներ եւ այլն, եւ դուք չեք կարող պայքարել այս չգործունեության դեմ։
Խնդիրը իսկապես միայն քաղաքական է։ Մեր երկրում տնտեսությունը, կոռուպցիան, մենաշնորհները ոչ թե տնտեսական գործոններ են, այլ քաղաքական գործունեության արդյունք են, եւ այդ քաղաքական գործունեությունը նաեւ մշակվում է այստեղ։ Շնորհակալություն։